Ասում են կյանքը բումերանգ է, բայց այսօրվա կադրերից հետո հասկացա, որ այն ավելի շուտը լավագույն սցենարիստներից է։ Մի պահ, որ տեսա գետնին տապալված, մարդկայնորեն մտածեցի, դե լավ, մեղք է, էս ինչ վիճակ է։ Բայց հետո հիշողությունս ինձ մի հատ ուժեղ ապտակեց, թե աղջիկ ջան, ուշքի արի, ում ես խղճում։ Հիշեցի, թե սա քանի հոգու է ասֆալտին պառկեցրել, ու դեռ երանի թե մենակ ասֆալտին։ Նայեցի ու մտածեցի, դե հլը մի բան էլ քիչ են արել, թեև մանյուրով է պրծել։ Հետո հիշեցի, թե ոնց էր տարիներ առաջ ջենթլմենական, այսպես ասած, ժեստերով մրցանակաբաշխության ժամանակ հայտնի երգչուհուն սեփականաշնորհելու համար յաշիկ նվիրում ու հենց տեղում բաժանել տալիս ամուսնուց։ Մտովի ասացի, դե ինչ, ասֆալտին պառկել, փառք տուր Աստծուն, որ ավելի հետաքրքիր ու տաքուկ տեղ չես պառկել։ Մի քիչ էլ հետ գնացի, հիշեցի սրա պատճառով տնից տեղից զրկված ու երկրից փախած մարդկանց, հիշեցի ծեծվածներին, ջարդվածներին և սպանվածներին, ու վերջում ինքս իմ վրա խնդացի։ Լավ էլի, ում ես խղճում։ Այնպես որ ժողովուրդ ջան, այսօր տիեզերքի ամենաարդար օրենքն էր աշխատում։ Ինչ ցանես, այն էլ կհնձես։ Ուղղակի այս անգամ հունձքը մի քիչ ասֆալտային ստացվեց։ Բաց նամակ Ռոզա Ծառուկյանին։ Աստված վերևում է և նա իրոք ամեն ինչ տեսնում է։ Ամենայն հարգանքով եմ դիմում ձեզ, տիկին Ռոզա, քանի որ հայ կին եք, հայ մայր և անձնապես ձեզնից որևէ վատ բան չեմ տեսել։ Բայց ձեր հարցազրույցից հետո չեմ կարող լռել։ Ուզում եմ տալ մի շատ կոռեկտ, բայց արդար հարց, ակնկալելով, որ եթե անգամ հրապարակավ չպատասխանեք, գոնե ինքներդ ձեր հոգու հետ անկեղծ կլինեք։ Դուք ասում եք, Աստված վերևում է և ամեն ինչ տեսնում է։ Գիտեք ինչ, դուք 1000% իրավացի եք։ Աստված իրոք վերևում է և Աստված շատ լավ տեսել ու տեսնում է, թե ձեր հայրը, ձեր եղբայրներն ու ձեր ամուսինը ինչ քայլերի են գնացել տարիներ շարունակ և թե ինչպես են սեփական ընտանիքի շահերի և հարստության համար կործանել հազարավոր անմեղ մարդկանց ճակատագրեր։ Եթե չգիտեք, ապա ես ձեզ կհիշեցնեմ։ Ձեր ամուսինը Կարապետ Գուլոյանը տարիներ շարունակ Աբովյան քաղաքում զբաղված է եղել բացահայտ թալանով։ Չթվարկեմ, թե քանի համայնքային հողատարածքներ են նվիրատվության անվան տակ փոշիացվել կամ սեփականաշնորհվել։ Ձեր հոր մասին անգամ խոսելն է ավելորդ, որովհետև այս երկրում չկա մի մարդ, որը ծանոթ չլինի նրա գործելավոճին և անպատժելիության մթնոլորտին։ Ձեր եղբայրների մասով էլ լռել չի ստացվի, մեկը պոտենցիալ հանցագործ, մյուսն էլ ոչ պակաս։ Այո, Աստված վերևում է և հենց դրա համար էլ բոլոր մեղավորները վաղ թե ուշ ստիպված են լինելու պատասխան տալ օրենքի առաջ և ասֆալտի համը զգալ, որովհետև արդարությունը կարող է ուշանալ, բայց երբեք չի մոռացվում։ Տեսնենք, երբ բարձրյալի դատաստանի առաջ կանգնեք, էլի սաղմոսներից ու քրիստոնեական արժեքներից եք խոսելու։ Միլիարդներ ունենալ և տարիների ընթացքում սեփական խոսքի ու կրթության վրա ոչ մի լումա չներդնել, սա երևի միայն մեզ մոտ է հնարավոր։ Գագո ջան, գոնե այսքան ժամանակ մի հատ լավ մասնագետ վարձեիր, խոսակցականիդ վրա աշխատեիր, որ այսօր հանրության առաջ խոսելիս մարդիկ ստիպված չլինեին թարգմանիչ փնտրել մտքերդ հասկանալու համար։ Ու այս խոսքով, այս մակարդակով վարչապետի ախորժակ ես ունեցել։ Ասենք ոնց է իր պետություն ղեկավարելու կամ մարդկանց հետ խոսելու, ոնց։ Փողը դեռ ամեն ինչ չի, եթե տարրական խոսքի մշակույթ չկա։ Թե բա բարեգործություններ է արել, թե բա աշխատատեղեր է ստեղծել։ Լավ, իսկ երբևէ ձեզ չի հետաքրքրել, թե այդ բարեգործությունների թիկունքում իրականում ինչ է թաքնված եղել։ Ձեզ չի հետաքրքրել, թե այդ աշխատատեղեր ստեղծողն ինչպես է վարվել իր աշխատողների հետ, ինչպիսի ստորացումների է ենթարկել ու ինչպես է մեր ու մանուկ հայհոյել։ Իսկ երբևէ մտածել եք, այդքան գումարները որտեղից նրան։ Թե կարևորը ձեթ ու բրինձ բաժանելն էր ու ջհանդամը, թե դրա համար հենց ձեր գումարներն են լափվել։ Մտածել եք, քանի աղջկա են ուզեցել գնել, քանի ընտանիք ու տուն են քանդել, քանիսին են կանալներում ծեծի ենթարկել։ Էլ մնացածը չեմ ասում։ Դե ինչ, Գագո, եկավ պատասխան տալու ժամանակը։ Facebook-յան իր էջում գրում է Դիանա Մարտիրոսյանը։ Վերլուծաբան Գոր Մադոյանն էլ Facebook-յան իր էջում գրել է. Ծառուկյանը լինելով Հայաստանի Կոտայքի և Աբովյանի ամենահարուստ մարդը, գեթ մի այգի, մի լավ մշակված պահպանված հասարակական տարածքը, մի համալսարան ու հանրային նշանակության ու ազդեցության պրոյեկտ արած չկա հանրության շահի համար։
Ինչ էլ արել է գլխավորապես բիզնես շահով պայմանավորված է եղել ու իր քաղաքական կապիտալի համար։ Ինչի եմ այսքանը գրում, քանի որ եթե նույնիսկ նրան ունեզրկեն եւ սնանկացնեն, որին չեմ հավատում, նույնիսկ Սերժը Խաչատուր Սուքիասյանին այնուամենայնիվ չկարողացավ սնանկացնել։ Հանրությունը ծափ կտա կամ ուղղակի անտարբեր կլինի։ Խոշոր կապիտալը շարունակում է մնալ ոչ լեգիտիմ ու դա գիտեն թե դրա տերերը, որոնք հլու ենթարկվում են իշխանությանը, մուծվում եւ շարունակում վայելել իրենց երաշխիքները քաղաքականությանը չխառնվելու պայմանով, թե իշխանությունը, որ Ծառուկյանին հերթական անգամ չեզոքացնելով հստակ ուղերձ է հղում մյուս կապիտալիստներին։ Հարկավ Փաշինյանը Պուտին չի, ոչ էլ Ծառուկյանը Խոդորկովսկի, բայց կապիտալի վերաձևում, ոլորտների վերաբաժանում եւ ազդեցության նոր խմբերի առաջ գալը Հայաստանում հստակ տեղավորվում է Ռուսաստանում նույն պրոցեսների տրամաբանության եւ շարունակության ծիրում։ Պատահական չէր, որ Ծառուկյանի ձերբակալման մասին խոսակցություններն ու ազդակները կային արդեն նախընտրական փուլում, որից ինքը Ծառուկյանն էր խոսում նույնիսկ, բայց նրան ձերբակալեցին Միշուստինի հետ հանդիպումից հետո։ Այլ հարց թե ինչքան հեռու կգնա Ծառուկյանի ահռելի կապիտալի մասնատման եւ վերաբաժանման պրոցեսը։ Այդ իմաստով Ծառուկյանը չկարողացավ այս տարիների ընթացքում փոխել թե իր իմիջը, թե նաեւ այդ կապիտալը փոխանցել իր ժառանգներին, նրանց նաև քաղաքականություն բերելով, այնպես որ հիմա էլ իրենք երաշխիքներ կստանան նոր ստատուս քվոյում։ Ինքը չարեց, բայց բազմաթիվ օլիգարխներ ու նախկին նախագահներ հաջողությամբ դա արեցին։ Այդ իմաստով այս ընտրությունների ամենավառ արդյունքը հին կապիտալի ռեբրեդինգն էր նոր դեմքով, էլիտայի վերարտադրությունը, որը հաստատվեց խորհրդարանի նոր կազմով։ Ծառուկյանը լինելով մաստոդոնտ, լինելով նոր իրողություններին չադապտացված նախահեղափոխական Հայաստանի կապիտալիզմի դինոզավր, հիմա դուրս է մնում խաղից, իսկ Փաշինյանն ըստ էության ավարտին է հասցնում Սերժ Սարգսյանի սկսածը։ Ու սա շատ լավ դաս կլինի նաև ապագայի համար, խոշորների համար դաս, իրենց տեղը ճանաչելու, իրենց չափը իմանալու եւ համակերպվելու նոր խաղի կանոններին։